Եկեղեցուի փրկարարական պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որը դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նույն նշանակելու մասին։ Մեհետելա։ Եկեղեցին ինքնավորոշում իր կաթողիկոսին, իր մնացածին։ Փաշինյանն ով է, որ եկեղեցու կաթողիկոսը ընտրի։ Եթե մի մարդ աստուն չհավատա, ինքը կարա իրան հավատա։ Ես աշխատողների հետ գործ չեմ կանանց մասին լավ պատասխան, բայց եկեղեցին դա սրբավայր է։ Ինքը անկախ պետություն է, ինքը գործ ունի, այն մեկին ասի գնա սենց արեն, մեկին ժողովրդին փոխանակ միավոր են, ընդհակառակ այն ձևանում են ժողովուրդը իրար ոնց միսեն ու տնկոպիտ ասած էլի, չի կարելի տենց էլ։ Ոչ, չի իրանք չունի։ Մեր պատմության մեջ տես բան չի եղել։ Կաթողիկոսա ղեկավարը դեր բանա, նրանք իրաց ուրիշ պետություն են իրաց մաս Հայաստանի մեջ։ Նա իրանք չունեն ղեկավարեն կամ ընտրեն կամ չընտրեն։ Դա պիտի իրաց մեջ կատարվի։ Ինքը իրանք չուներ դրանք առանձին սխեմա է, դրանք առանձին մարդիկ են, մեծատար ամոթ իրանց աշխարհով մեկ նա էլ տեղ չկա էլ որ չխայտարակվի ասես ջան։ Տեղ չկա, ամեն տեղ ինքը խայտարակվել է, դրա համար դաժե իր անդրողները հիմա ասում են երբ ենք բրցվելու իրանից։ Դա ես 100% գիտեմ, էլ իմ մոտիկները ընտրել են շատերը եւ հիմա ասում են ես ինչ հիմարություն արեցին։ Եկեղեցին պետք է լի անկախ բոլոր բաների հետ, ժողովրդին միայն։ Վարչապետ իրավունք չունի կաթողիկոս փոխելու։ Երբեք, այդ ինքը իրան օրենքը հնարամիջեր է անում։ Իր պրինցիպն է։ Նա ոչ մի տեղ իրավունք չունի խառնվի եկեղեցու հետ։ Տերտերնի չէ նայել, որ նա տան։ Իրանք մեջ թե ոնց են, ինչ են, մենք բոլորս էլ համախմբված գնում ենք, մասնակցում ենք եկեղեցուն, շատ գոհ ենք, այս կներես, շատ գոհ ենք, չենք բողոքում եկեղեցուց։ Կաթողիկոսը ինքը նստած է, մինչև վերջին նստելու է։ Ոչ, բոլորովին։ Նա պետք է չխառնվի եկեղեցու գործերի։ Թողա մի մարդ իր գործով զբաղվի, էլի, կարելի է այդպես ասել։